Աշխարհի բաց աչքին Բաքուն չի ավարտել իր խաղը ՄԱԿ-ի բարձր հարթակում դարձյալ նույն երգն են երգում, դարձյալ նույն զեկույցը շրջանառում, թե իբր 2020-ին 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից վարձկաններ ու ահաբեկիչներ են կռվել իրենց դեմ, քաղաքական աշխարհի կենտրոնական կառույցում լավ գիտեն, ծանոթ են չարք-չրկված թղթի կտորին, ադրբեջանցիներն այն քարշ են տալիս դեռ 2020-ի նոյեմբերի 18-ից, պատերազմի ավարտից նույնիսկ 10 օր չանցած։ Հետական քաղաքական հաստատուղթ է զուրկ իրավական հիմքերից։ Մենք պետք է իմանայինք նոր անունների մասին, նոր դատապարտումների մասին եւ զարմանայինք, որ իսկապես անձիկ, ովքեր քաղաքացի երբեք չեն եղել, բարձում է հավաքագրված են եղել Հայաստանի իշխանությունների, ոչ չկա նման փաստ։ Միջազգային իրավունքի մասնագետն այստեղ հիշեցնում է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործը։ Վիգենին ադրբեջանցիները գերեվարել էին Եռակողմ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին Շուշիում։ Նրան տարել էին Բաքու եւ շինծու ապացույցներով դատապարտել 20 տարվա ազատազրկման հենց վարձկան գործունեության եւ ահաբեկչության մեղադրանքներով։ Վարձկանությունը չապացուցվեց ոչ թե դատավարության ընթացքում, այլ օբյեկտիվորեն, որովհետեւ Վիգենը Հայաստանի քաղաքացի է։ Իսկ այդ հանգամանքը արդեն իսկ բացառում է վարձկանությունը։ Մենք գործ ունենք կեղծված ապացույցներով դատական գործերի հետ, այլ անձինք։ Ուղղակի նա անուններ չի շրջանառում գումարի համար, որ կռվել է Հայաստանի համար, չկա այդպիսի փաստ։ Մյուս կողմից Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները հիմա նույնը չեն, ինչ 2020-ին, 21-ին, 22-ին եւ 23-ին։ Ի տարբերություն այդ տարեթվերի, Երևանն ու Բաքուն ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագիր արդեն ունեն, առայժմ միակողմանի Ադրբեջանից Հայաստան առևտուր։ Ավելին, Երևանն ամենաբարձր մակարդակով իսկ խոստացել է Բաքվի դեմ միջազգային իրավական բոլոր հայցերը հետ կանչել։ Ինչու ադրբեջանական կողմն այդպես էլ չի կարողանում քաղաքական մի թղթից հրաժարվել, այն հետ կանչել ու մոռանալ դրա մասին, թեկուզ հանուն հաստատված խաղաղության, ինչպես ձևակերպում են եւ պնդում, թե իբր իրենց ջանքերի արդյունքն է։ Առաջին հերթին ստեղծել հայելանման իրավիճակ, այսինքն մենք գիտենք, որ իրենք են լայնորեն օգտագործել, բայց լավագույն եղանակը քողարկելու հանցագործությունը դիմացինին մեղադրել այն հանցանքի համար, որ հենց Ադրբեջանն է։ Ի տարբերություն Բաքվի, սակայն, Հայաստանը միջազգային հանրության հետ փաստերով է խոսել, առաջին իսկ պահից ապացուցել, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը սիրիացի վարձկան ահաբեկիչների է ներգրավել, $2000 աշխատավարձ, լրացուցիչ $100 էլ յուրաքանչյուր հայի գլխի համար խոստանալով։ Ի դեպ, նրանցից երկուսը՝ Յուսեֆ Ալաբեթ Ալ-Հաջին եւ Մուհռաբ Մուհամմադ Ալ-Շխերին, որ մեր երկրում ցմահ ազատազրկման էին դատապարտվել, հետ Սիրիա Հայաստանի կողմից հանձնվեցին միայն այս տարեսկզբին Բաքվից 4 հայ գերու ազատարձակման դիմաց։ Հիմնական նպատակը դա կոչկելն է այդ իրենց իսկ հանցագործները, որոնք միջազգային հանցագործություն են, ասենք մարդկանցության դեպ ուղղված հանցագործություն Արցախի տեղահանումը, եւ երկրորդը արդեն նաեւ Հայաստանի նկատմամբ ունենալ քաղաքական ճնշման գործի։ Ադրբեջանը խաղաղության մասին խոսում է ներկա ժամանակով, բայց պատերազմի լեզուն շարունակում է պահել քաղաքական արխիվում, եւ քանի դեռ Բաքուն միջազգային հարթակներում չի հրաժարվում վաղուց մաշված ու սին մեղադրանքներից, մասնագետներն ասում են, ոչ միայն դժվար, այլև անհնար է հավատալը, որ անցյալի էջը շրջելու ադրբեջանական հայտարարությունները միայն դիվանագիտական ձևակերպումներ չեն։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։